Դեռ 2025-ի տարեվերջին էր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը էթիկայի կանոնագիր կընդունել։ Հանրությանը խոստացան, այլևս հարգալից են լինելու։ Նիկոլ Փաշինյանն էր սոցցանցերի էջերով հայտնել, նոր ստանդարտներ են սահմանում։ Այնպես որ, երբ հայոյանքին հայոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք, դա չընկալել որպես թուլություն կամ վախվորատություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին։ Առաջին անգամը չէ, որ ՔՊԱ-ականներն անցնում են բարևարկության սահմանները։ Դեռևս նախորդ տարվա օգոստոսին էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2.5 ամիս փորձաքննություն անցկացրել եւ պարզել՝ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնը։ Խոսքը Արշակ Սրբազանի մասին գրառմանն էր վերաբերում։ Լայն քննադատությունների էր արժանացել Փաշինյանի այս գրառումը։ Քննադատությունների ֆոնին էլ որոշեցին էթիկայի կանոնագիր կընդունել, բայց ինչպես ցույց է տալիս ժամանակը, էլի թղթի վրա։ Ինքը ԱԺ նախագահը հետագայում անդրադառնալով միջադեպին, իր կողմից քաղաքացուն հայոյել է, վերագրել է իր դեմ ուղղված սադրանքին։ Այդ ընթացքում եւս մի սադրանք տեղի ունեցավ, եւս մի քաղաքացի մոտեցավ եւ նույն տրամաբանության մեջ բաղով որ իմ ընկերոջը եւ այլ եւ այլ։ Մի խոսքով Թեմերչյան փողոցի վրա այսօր մի սադրանքների շարանի միջով եմ անցել։ Կքննվի Ալեն Սիմոնյանի վարքագիծը ՔՊ վարչությունում, թե ոչ, դեռ պարզ չէ։ Սիմոնյանը հաճախ է հայտնվում նմանատիպ սկանդալային իրավիճակներում։ Հիշեցնենք, 2023 թվականի ապրիլին էլ ԱԺ նախագահը Կասկադում թքել էր քաղաքացու վրա, որն իրեն դավաճան էր անվանել։ Ընդ որում, թիկնապահները բռնել էին քաղաքացու ձեռքերը, իսկ Ալեն Սիմոնյանն ազատորեն գործել էր։ Այդ միջադեպը մնացել է անհետևանք։ Ենթադրելի է, այս մեկը եւս կմնա անհետևանք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։